իսկ ամենաամուր Վահանն ունի իր խոցելի կողմերը, որոնք իմանալով միայն կարող ես առավելամուր պաշտպանություն ունենալ։ Պատահական չէ, որ հենց Վահանն է կիբերանվտանգության խորհրդանիշը։ Ինչպես ավելի անվտանգ դարձնել մեր թվային կյանքը։ 2025 թվականի հունիսի 16-ից 18-ը Կենտրոնական բանկի Դիլիջանի հետազոտական կենտրոնում անցկացված CyberGen 4-րդ միջազգային համաժողովի նպատակը հենց այս հարցին պատասխանելն էր։ CyberGen համաժողովը կազմակերպվել էր կիբերանվտանգության շաբաթի շրջանակում։ Այն իրականացվեց Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության տեղեկատվական համակարգերի գործակալության, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի և ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի Sci-Hub Armenia նախագծի կողմից։ Համաժողովին հաջորդեց Bug Bounty նախաձեռնությունը, որի շնորհիվ երիտասարդ ու փորձառու կիբերմասնագետները հնարավորություն ստացան փորձարկել և հայտնաբերել հնարավոր խնդիրներ բանկային համակարգերում ու հավելվածներում, մինչ դրանք կհասցնեն վտանգել հաճախորդներին։ Արշին բանկը կարևորում է կիբերանվտանգության ոլորտի զարգացումը Հայաստանում և հաշվի առնելով այդ հանգամանքը, նաև բանկը աջակցում է CyberGen միջոցառման կայացմանը, որը իրականացվում է յուրաքանչյուր տարի Հայաստանում և հրավիրվում են նաև արտասահմանից համապատասխան որակավորում ունեցող մասնագետներ, ինչը հնարավորություն է տալիս մասնագետներին կիսվել մեր ոլորտում հայ մասնագետների հետ իրենց փորձով և փոխանցել նաև լրացուցիչ գիտելիքներ։ Մնալով թվային անվտանգության առաջնագծում Արշին բանկի թիմը ևս Դիլիջանում էր, իդեպ ոչ միայն որպես այս մեծ ու կարևոր միջոցառման մասնակից, այլև Bug Bounty 2025-ի հովանավոր։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բանկը բազմաթիվ գործիքակազմ, պարբերական ստուգումներ և լավարկումներ է իրականացնում, որպեսզի բանկը կիբերանվտանգության տեսանկյունից լինի բավականաչափ պաշտպանված։ Սա ևս մեր համար մեկ առիթ էր, որ մենք մասնակիցներին, որոնց թիվը 50 և ավել է, կիբերանվտանգության ոլորտի մասնագետներին հնարավորություն տանք այլ աչքով դիտարկել մեր համակարգեր և այնտեղ իրականացնել անվտանգության ստուգումներ, ինչը էլ ավելի հնարավորություն կտա բարելավելու մեր համակարգերը։ Իսկ ինչ է Bug Bounty? Սա մի յուրահատուկ հարթակ է, որտեղ նախապես գրանցված մասնագետներն ուսումնասիրում են մոբայլ բանկինգ, ինտերնետ բանկինգ և այլ թվային ծառայություններն ու փորձում հայտնաբերել դրանց խոցելի կետերը։ Մեր ոխերիմ հարևանները այդ խոցելիությունները ման են գալիս 24/7 ռեժիմով։ Ու մենք պետք է ինքներս այդ խոցելիությունները ման գանք ու գտնենք այդ խոցելիությունները, որ էֆեկտիվ ձևով այդ խոցելիությունները փակենք ու թույլ չտանք տարբեր զերծարարներին այդ խոցելիությունները օգտագործել ու տարբեր վնասներ հասցնել մեր բանկային համակարգին։ Bug Bounty-ի ընթացքում դու ավելի շատ բաներ ես Google անում ու սովորում, քան օրինակ մի ամիս աշխատելու ընթացքում։ Ճիշտ ասած, այս արդեն իմ 8-րդ Bug Bounty-ն է, ու առաջինից սկսած նախ ոնց որ իմ մեջ նկատում եմ այդ փորձառության ավելացումը, իսկ երկրորդ ամեն տարի մասնակցելով առաջինը մենք ավելի շատ բան ենք սովորում ու կարողանում կատարելագործել ինքներս մեզ, եւ երկրորդ կարողանում ենք օգնել նմանատիպ հաստատություններին բարելավել իրենց կիբերանվտանգությունը, հասկանալ իրենց խնդիրները։ Արշին բանկի մասնակցությունը ունի երկու նպատակ՝ Bug Bounty-ի միջոցառմանը։ Առաջին նպատակը դա բանկային տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգերի անվտանգության ապահովման ստուգումներն են։ Երկրորդ նպատակը դա հնարավորություն տալ կիբերանվտանգության ոլորտի հայ մասնագետներին իրական միջավայրում փորձել իրենց հնարավորությունները, ինչը հնարավորություն կտա բարձրացնել մեր երկրում կիբերանվտանգության մասնագետների որակավորումը և խթանել այս ոլորտի զարգացմանը։ Ֆինանսաբանկային համակարգում լավ գիտեն, կիբերանվտանգությունը զուտ տեխնիկական հարց չէ, այլ ֆինանսական կայունության կարևոր բաղադրիչ։ Bug Bounty 2025-ի ընթացքում կուտակած կարևոր փորձը թույլ կտա Արշին բանկին էլ ավելի ամրապնդել իր առցանց համակարգերն ու բարձրացնել աշխատակիցների մասնագիտական կարողությունները։ Համընթաց քայլելով նորարարական լուծումներին ու ստեղծելով նոր թվային միջավայր, Արշին բանկը շարունակելու է ներդնել ժամանակակից տեխնոլոգիաներ, ամեն օր աշխատելով անվտանգության կատարելագործման ուղղությամբ։